Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան։ Պարոն Շիրինյան, երեկ վարչապետը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ եթե այս իշխանությունը ընտրվի, ապա Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է սանձազերծելու։ Վարչապետը դա մեկնաբանեց այն կերպ, որ այս ուժերը փորձում են Ռուսաստանի հետ խնդիրներ ստեղծել եւ իրենց ձեռքերը տաքացնել հենց դրա վրա եւ այդպես նաեւ դիվիդենտներ շահել։ Ինչ է կարծում նախ ընդհանուր առմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունները, այսպես ասած, ինչու է փորձ արվում վատացնել եւ արդյոք դրանք վատ են թե փորձ է արվում վատացնել եւ Ռուսաստանի թեման այնուամենայնիվ ամենաշահարկվողն է լինելու ընտրություններից առաջ եւ Ռուսաստանը որպես մահակ, այսպես ասած, մեզ վրա օգտագործելու են կամ գոնե թեզերի ու նարատիվների մակարդակում փորձելու են մեզ վախեցնել։ Ասեմ ձեզ, որ Սամվել Կարապետյանի հայտնվելը Հայաստանում ինձ համար նույնն է, ինչ որ ուրեմն բանի հայտնվելն էր Ստեփանակերտում Ռուբենինը։ Երկուսն էլ պրովոկատորներ են եւ Մոսկվայի ագենտուրան է։ Հիմա ազդեցության ագենտուրա թե ուղղ ագենտուրա տարբերություն չկա, ազդեցության ասենք, որ Սամվել Կարապետյանը հիմա 10 միլիոն փող չուզի, որտեղ եկել է փող աշխատելու եւ իշխանություն դառնալու, ավելի շուտ իշխանություն տապալելու։ Այս ակնհայտ է, որևէ կասկած չկա։ Հիմա ինչ է անում, այո, շանտաժ է անում եւ պրովոկատոր է։ Այդ պրովոկատոր է, որովհետեւ այն լարված հարաբերությունները, որ կան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որի արդյունքով է, որ հայ ժողովուրդը նաեւ որոշակի նեղություններ ունի Ռուսաստանում առաջին հերթին եւ երկրորդ հերթին հանրապետություն եւ այլն։ Ուրեմն այս բոլորը վաբանկ գնալու քաղաքականության մասին է խոսում։ Ինչու է վաբանկ գնում, ես կարծում եմ, որ ինքը կոնկրետ հանձնարարություն ունի եւ իր աչքի առաջ այդ ուրեմն Գալուգայ Պրարապ աչքի առաջ նկատի ունի Ռուբեն Վարդանյանին։ Ռուբեն Վարդանյանը նույն սխեման է, ասեմ ինչը։ Ինչի հայտնվեց Ստեփանագերտում այդ բարերարը, մարդասերը եւ այլն էլի, այսպես զավեշտալի է եւ հայրենասերն անշուշտ, որ Արցախի տեղը չգիտեր, բայց Ստեփանագերտ գնացել էր փրկության, որտեղ Մոսկվան գործուղել էր, բարձ է, որ այնտեղ հաջողություն ունենալու դեպքում, Ռուբեն Վարդանյանի մասին է խոսքը, պիտի գար Հայաստան եւ փորձեր վարչապետ դառնալ։ Բայց Աստված տնօրինեց այնպես, ինչպես տնօրինեց։ Իմիջիայլոց Իսկ ինչ է սպասում կներեք Սամվել Կարապետյանին տապալելու դեպքում։ Հիմա որտեղ սխեման նույնն է։ Ես Սամվել Կարապետյանի համար եմ ասում, որ եթե նա գնաց Բաքվի բուլվարներ, ինքը կարող է Տիզբոն գնալ, որտեղ ռուսները սրանց ակնհայտորեն գործողում են քայքայչ աշխատանքի համար, ակնհայտ է, էլի։ Դրա համար կենտրոնը նրա ճակատագիր է։ Ինչու ուղարկեց Պուտինը իրեն, որովհետև չկարողացավ Հայաստանում ստեղծել ուրեմն վիճակ, որ դառնա վարչապետ։ Հիմա բայց ինչ արես, փաստեր էլ ունեմ։ Ուրեմն սրան վերցրեցին, ուղարկեցին որպես պատիժ Ալիևին հանձնեց։ Նաև գումարների հարց լուծեց։ Պիտի հիշենք, որ այն մեկը տրոյկա դիալոգի Պուտինյան փողերը եւ այլն։ Հիմա վերադառնանք այստեղ։ Նույն առաքելությամբ եկել է նաև Սամվել Կարապետյանը, չեմ իմանում կամավոր է եկել, թե ոչ կամավոր, դժվարանում եմ ասել, որտեղ Բայց ինչ է սպառնում նաև իրեն, պարոն Շիրինյան։ Ինչի ասի Տիզբոն, մեկը Բաքու գնաց, մյուսները Գյանջակը գնա կամ Գանձակ։ Ռուսները հայ մեծահարուստներին, ովքեր Կրեմլի շուրջը որոջում են, վերջում պատժում են։ Այդպես եղել Աղասի Խանջյանի հետ, այդպես լինելու եղել է նաև Ռուբենի հետ, Բակո Սահակյանի հետ եւ սրանք էլի այսպես։ Հիմա իրենք ինքը հանձնարարություն ունի Հայաստանում դառնալ վարչապետ։ Ոնց է դառնալու հասկանալի չի։ Ուրեմն այստեղ ինչ պիտի անի։ Ինքը պիտի ոչ նախատեսված եւ ոչ ստանդարտ մեթոդներով աշխատի, ակնհայտ ասեմ, որ եթե ընդրակաշարքը Հայաստանի իշխանությունը եղավ սկզբունքային եւ ուժը պատեց եւ ընդրակաշարքով
պարագայով սրանց մաշեց, դրանց ոչ մի շանս չունեն մի 2%-ից են գոմ իրենց միջավայրի ձայները ստանան, ընդ որում այդ ձայների կազմակերպիչները պիտի նայեն ռուսական ագենտուրան է թե չէ, շուրջը պիտի նայեն։ Եվ վերջացավ, դրա համար հիմա սրանք ամեն ինչ պետք է անեն, որ իշխանափոխություն անեն։ Տեսեք, չեմ ասում հաղթել։ Սամվել Կարապետյանը սկսել է նաև գործընթաց իր անձնագրերից հրաժարվելու առումով։ Հիմա նույն հիմա ահա այս բարձ է, այս հարցն է, դրա համար ինչ է մնում Ռուսաստանի կատաղությունը հարուցել եւ Ռուսաստանի ինտերվենցիանի Հայաստանում։ Այդտեղ իրենք կփրկվեն, այսինքն, բայց մեկը լինի Ռուսաստանին այսօր ինքը փրկի, այստեղ սրանք հայերի ոնց ասեմ, արմյաշկի տեսակը Ռուսաստանի մեռնելը չի պատկերացնում։ Մի հատ Գյումրիում անեկդոտի նման բան են ասում է մեկը մահացել է, կենթանի մարդ ձեռը դնում է բանի վրա, նայում է գլուխ սառ է մարմինը, դե Ռուսաստան որպես, ասում է չի կրնա եղնի ձեռքս է սառը։ Այսինքն սրանք չեն հավատում այդ երկրի վիճակի, բայց այս Հունգարիայից հետո Ռուսաստանի վիճակը աղետալի է դառնում, այսինքն ինտերվենցիա չեն կարող անել։ Հիմա անձնագրից հրաժարվելու պարական։ Ռոբերտ Վարդանյան անձնագրից հրաժարվեց, այսինքն վարչապետի այդ հանդիպումից հետո ինձ թվում է Կրեմլում Պուտինի հետ հանդիպումը եզրակացրին, որ Հայաստանը իր շահերը պահելու եւ օրենքը պահելու, հետեւաբար հրամայեցին այդ տղասին ազնագիրը թազնի։ Հիմա 40 հատ ռուսական ազնագիր ունի, այդ ոք ճաղեցին, կծեցին էլ չունի։ Դրա համար ինքը հրաժարվում է դրանից, բայց օրենսդրությունը ինչպես է ախտարելու դժվար է ասել, որտեղ դա չի դնելու։ Դրա համար ինչ է մնում պրովոկացիան, հայտնի ձև է, էլի, տեսնում ես, որ ճար չկա ես, սկսում ես հայ-ռուսական հարաբերությունները վատացնել, ավելի վատացնել, որտեղ դրանք լավ չեն։ Ռուսաստանի պատճառով, ոչ թե մեր պատճառով։ Բայց վարչապետը այնուամենայնիվ խոսում է, որ շատ կառուցողական երկխոսություն կա եւ փորձ է արվում նաեւ նոր մակարդակի հարաբերություններ կառուցել։ Դե այդ դեպքում, եթե այդպես կառուցողական հարաբերություն կա, թող վարչապետը խնդրի Գյումրի ռազմաբազան առնեն, ռադները քաշեն։ Հիմա բայց այստեղ ուրիշ բան կա, վարչապետը ուրիշ ինչ կերպ պետք է խոսի, եթե չի ուզում կոնֆլիկտ, ուզում է հանգիստ անցում լինել, այնպես որ այստեղ այդ բանը վարչապետի խոսակցություն ուղիղ չպետք է հասկանալ, ուղղակի նա հավանաբար այսպես փոխանցում է կարծիք, որ մենք ձեզ դեմ կտրուկ չենք լինելու, դուք էլ մի եղեք եւ այլն, եւ առանձնացնում է Կարապետյանն, այնպես որ վարչապետի, այստեղ Պուտինն էլ տեսնում եք ջերմությամբ հայերի հետ խոսում, հաջորդն էլ Ղարաբաղը հանձնում է Թուրքին։ Այդտեղ բաներ չկան, էլի, դա ստանդարտը դրա մեջ չի, գործընթացները պետք է հասկանալ։ Ես ասեմ, որ որևէ չեմ կարող ասել, որ հեչ տոկոս չունեն, տոկոս ունեն, դե քրյա օլիգարխիկ մաս կա, ռուսական ագենտուրա կա, ռուսական հիմնարկներ կան եւ այլն։ Պարոն Շինյան, բայց հետաքրքիր է, որ հայտարարում էին, որ իրենք միանշանակ հաղթելու են ամենատարբեր հարցումների հղում անելով, բայց այնուամենայնիվ գնացել են ինչ-որ կոալիցիաների եւ դաշինքով են մասնակցել։ Դա նշանակում է, որ իրենց խոսակցությունները պորոտախոսությունից են գոմ չի անցնում։ Երկրորդ մասը կա։ Հայերի այս մասը, այս հատվածը միշտ ցարի վրա մեծ հույս ունի։ Մեծ հույս ունի։ Նաև առաջին համաշխարհային պատերազմ, երբ որ ցարը եկավ Թիֆլիս, գնացին հանդիպեցին, Նիկոլայ առաջին ասեց, որ երկրորդը ձեզ տալու եմ ազատություն, գնացին ցեղասպանվեցին, հետո ոչ Նիկոլայ եղավ, ոչ էլ ազատություն եղավ, ոչ էլ բան, հասկանում եք ոնց, այսինքն ռուսական ձեռագիր է, հայկական տխմարություն է հատվածի, հավատալ իրենց եւ այլն, այսպես ասեմ, դրա համար բան չկա, իրենք ինչ են ասելու, չեն ասելու, կասեն, կհոխորտան, բայց մենք տեսնում ենք, ես գիտեք, որ բոլորը գիտեն, ամեն շաբաթ 6 տարի շրջաններում եմ, այդ արգահատանք ունեն, դրա նկարները, որ տեսնում են, մարդիկ հայոյում են, ասում են, էսի չէ, էսի լծրել է իրան նկարները, բան է, էսին քլոսն է, մլոսն է, ինչ է ասում, ինչ է ուզում, բայց իրենք անում են, ասք, կարող է փող են լվանում դրանով։ Ձեր բառերով ասած, ցարի հայտնի հայտարարությունը իրենց ավելի շատ օգնեց, թե խանգարեց, այն իմաստով, որ հիմա ինչ ռուսներն անեն, քանի որ պատմական պրոգրեսին դեմ են անում, Հայաստանում վատ է լինելու։ Ռուսները ճիշտ կանեն չխոսեն։ Օրինակ Մարիա Զախարովան չխոսի, նորմալ կլինի։
Լավրովը չխոսի, ուրեմն էլ մի ամիտ չկա Պուտինին հավատա եւ այլն։ Մի մասի իհարկե կա, բայց չխոսեն էլ, բա ոնց միջամտեն։ Իրենց որովհետեւ Հայաստանում ոչ թե ընդրությունների հարցն է, այլ իշխանափոխության հարցն է, այսինքն աննորմալ վիճակ առաջացնել, գրավել եւ այլն, բայց ոնց է։ Բայց իրենց վիճակը այնքան վատ է, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է ներգրավել այդ խոսակցությունների մեջ։ Բա եթե լավ լիներ վարչապետին, խնդրում էր, թողեք ռուսներ, ասում է, թողեք ռուսները անցնեն իշխանություն։ Ինչ էր ասում, ասում է ռուսական չէ կուսակցություններ, նախ ինչ իրավունքով է ռուսական կուսակցություններ ստեղծել։ Ես ասում եմ, ռուսական կուսակցություններ ագենտուրա է ռուսական, ինչպես ժամանակին կոմունիստական կուսակցությունների ինտերնացիոնալում, Թելմանը ժամանակին։ Եվ հիմա ուզում եմ ասել, բայց ինչ է ասում, թող անցնեն, քիչ է մնացել ասներ, ինչ կլինի, դու վարչապետ մի եղի, Սամվելը վարչապետ լինի։ Աշխարհում է ծև վարչապետ կա, որ ինքը իր աթոռը տա, ուրիշ դեպք օրինակից է տեղել ինչ-որ դեպք, Կապուշետն էլի։ Ասում է, թող ես ինձ մարդ դարձրու, ասում, ինչ կլինի, բարդ կունես։ Վարչապետը բարդ կունի, նույն խոսակցությունն է։ Եվ նաև ընտրակաշառքի դեպքերի մասին խոսենք, պարոն Շիրիմյան, ըստ էության ինչ որ իմաստով մի քիչ ընկալելի չէ, որովհետև միշտ ընտրակաշառքը ասոցացվել է նախկին իշխանությունների հետ, հիմա ընտրակաշառք փորձում է բաժանել։ Սամվելի եղբայր Կարեն է, ով է։ Այդ ընտանիքը Սերժի միջավայրը, չի։ Իրենք դուք նայեցեք, մենք հիմա այսպես գնացել են այստեղից, Գավառից, Գեղից գնացել են, տարել են միլիարդատերեր։ Քրկորյանը մի հատ հարցրեք, թե հնարավոր է կյանքում այդքան միլիարդ մի անգամից ավակել։ Ասեցի ռուսները ստեղծել են վիճակ, որպես սրանք լինեն, իսկ աշխատանքով հնարավոր է լինել, չէ։ Դա նշանակում է ինչ որ դրամադրել են եւ այլն։ Դրամարել հիմա հարցը ուրիշ ինչ գիտեն, ասեք։ Մի հատ խոսել են հայ օլիգարխներ Արա Աբրամյանից մի հատ սկսեք։ Այս հայ օլիգարխները շարքով կանգնեցրեք, որ խոսում են դուք բան հասկանում, ես չեմ հասկանում իրենք ինչ են խոսում, քրտմանջում են։ Ինքը ինչ է խոսում։ Արհեստական բանականության Արհեստական բանականությունը դա բանականություն չի։ Մարդկային բանականությունով, նույնիսկ արհեստականով ինչ են ասում։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ տեսեք ինչ է, հարցազրույց է։ Չէ, վաղը հետո, 4 բառից հետո վախենում է շարունակել, որտեղ բան չկա ասելու։ Բայց քրեա օլիգարխիկ միջավայրում իհարկե հատկություններ ունեն, որ կարողացել են փող հավաքել, չէ, միլիարդներ հավաքել, ընդ որում դա ռուսական փող է։ Ուզում եմ ասել, որ հիմա հարցը ամփոփիչ ասեմ, եթե ընտրակաշառք չբաժանեն, ինչ գիտեն անեն, ուրիշ ինչ անեն, մարդասպանություն էլ չեն անում, որտեղ երաշխավորված մարդասպանություն չկա։ Սերժի ու Ռոբերտի ժամանակ ինչ էր, որտեղ երաշխավորված էր, ինչու են պաշտոնյային խփում։ Գիտեին, որ Սերժն ասել է, ենթադրենք Ռոբերտն ասել է, վերջ, հարցը փակեք։ Հիմա չի կա, երաշխավոր վարչապետը չի ասում է, արեք կբռնվեք։ Հիմա դրա համար իրենք չեն անում։ Եթե թույլտվությունը լինի, այդ երաշխավոր Մնացած էս է, քրեական աշխարհ ոնց է հասկանալ, ռուսական կապիտալը քրեական կապիտալ է, հոտա հայկական չի, հայերը, ինչ հայեր։ Այնպես որ փողը եթե չտան ինչ անեն, հիմա եթե չեն տալիս, նաև բոլորին է վերաբերում։ Կոնցեպցիա պետք է առաջարկեն, Հայաստանի զարգացման կոնցեպցիա, արժե համակարգ պետք, ասենք մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն, ես ասում եմ, այո, քրիստոնեական արժեքները պետք է լինեն, ասում եմ օրդոլիբերալ տնտեսություն է պետք եւ այլն, իրենք ինչ ասեն, ինչ գիտեն։ 300,000 աշխատատեղ, որտեղից ինչի, մարդիկ զավեշտի է վերածում, էլի ամենապարզ մարդն էլ ասում է։ Չէ, իրանք առաջարկում են նույնը ինչ որ իշխողուշն է առաջարկում, օրինակ խաղաղություն, բայց ավելի ուժեղ։ Խաղաղություն կեղծ են ասում։ Այդ որտեղ հիմա հայ հասարակությունը պատերազմ տերմինը չի ընդունում, էլ բան չի։ Հիմա վարվում է ռուսական սեգմենտ չեն, չէ իրենք ասում են ռուսական չենք բան, Պուտինը ծախեց, ասեց ագենտուրաս է, ագենտուրայից կթողես թող դառնա իշխանություն։ Այսինքն հիմա ինչ ասեն, իրենք նորից երթվում են։ Ասում են չէ մենք ռուսական չենք, շեֆը ասում է ռուսական են, են ասում են ռուսական չենք, հիմա այդ ծևի բան լինում է, թե չէ։ Բայց ծրագրային առումով ըստ էության ինչ են առաջարկում, պարոն Շիրիմյան։ Ոչ հեղաշրջում են ուզում են Հայաստանում ռուսական իշխանության վերականգնում։ Մնացած ինչ կնի, իրենք ինչ գիտեն։ Այդ կոպերկին ինչ որ կասի, դա էլ կլինի։
Կիրիենկոն ինչ-որ կասի, էլ կան, իրենք ինչ գիտեն, եթե նրանց մարդիկ են։ Իրենք ընդհանրապես կխոսեն, որտեղ խոսեն, բայց իրենց փրկությունը նրա մեջ են տեսնում։ Իրենց համար վերջին աշո զարգացնող շվիցարագիրը կարևոր չի, կարևորը ռուսական ուրեմն իշխանության վերականգնումն է, որտեղ իրենք չինովնիկ կլինեն, որտեղ իրենց երեխեքը բանակ չեն գնա, բայց հայ երիտասարդյանը զորագոչ կանեն, դիվիզիաներով կուղարկեն ուկրաինական ճակատ։ Այս սա իրենց գործն է, իրենց պատկերացումը։ Դրա համար ժողովուրդը չեք տեսնում, իշքան անհաղորդ է։ Ժողովուրդը անհաղորդ է։ Ժողովուրդը ունի իմաստություն, այդ իմաստությունը իրենց դեմ է։ Մնացածը հեքիաթներն էլի։ Այդ բանը մեկը ով էր ասում է վատ օրերին Հայաստանից թռակ եկել եք, այստեղ ինչ թռնեք, ինչ անեք, ով եք, ինչ եք։ Դրա համար բայց դե Մոսկվայից գործուղվել են, հիմա չեն էլ կարող չգալ։ Ես էլ ասում եմ, որ Ռուբինի ճանապարհն է։ Այն մենը գնաց Բաքու, ես մեկ գնա, որտեղ չեն հաղթելու։ Դիզբոն էլ անհայտությունն է։ Ես մեջը մի բան կա, որ սովորաբար մարդիկ էլ ասեմ, ուշադրության չեն արժանացնում։ Ռուսները Կրեմլը ունեզրկում է իր աճեցրած հայ օլիգարխներին եւ ուղղակի աքսոր է ուղարկում։ Աքսոր, եկել է դաժանակիր աշխատանքի, ոնց է իշխանություն փոխելու, ոնց է դառնալու վարչապետ, այն ինչեր են խոսում, օրենք եւ այլն եւ այլն, եթե 20 տարի առաջ դա հնարավոր էր, հիմա հնարավոր բան չի։ Բայց նաև խոսք է գնում շատ մեծ գումարների մասին, պարոն Շինյան, 100,000, 120,000, երբեմն աշխատավարձի որպես աշխատավարձ է դա փոխանցվում բավականին մեծ գումարներ։ Հիմա գումարը կարող է ընտրությունների վրա որոշակիորեն ազդեցություն ունենալ։ Մեծ ազդեցություն չի ունենալու, հայտարարում եմ, բայց որոշակի ինչ-որ չափով։ Քաղաքացին, նայեցեք, հայ մարդը ինչի տեղ են դրել ժողովրդին։ Ժողովրդի տառաբանքով կյանքը, ժողովուրդն է զոհվել, չէ, իրենց երեխեքն են զոհվել։ Իրենք են զոհվել, իրենք հարստացել են պատերազմից, չէ, մտել են նաև Պուտինի բաները, համեսխան տեղերը, հանձնարարություն են կատարել եւ այլն։ Հիմա իրենք ժողովուրդը այդ տառաբանքը տեսել է, զոհը տվել է եւ աղքատ ապրել եւ այլն, այդ փողը նրան պետք է փախի, այդ չափով չի օգնելու։ Բայց մենք էլ որպես կուսակցություններ, որպես գործիչներ, որպես ուրեմն գիտելիք ունեցողներ գիշեր-ցերեկ բացատրում ենք, չէ՞, փողով չի լուծվելու հարցը։ Այդպես որ լիներ, այնա Թավշյա հեղափոխությունը Սերժը փողը կտար չէր լինի, ես էլ ամենապրիմիտիվ բանը։ Սերժը փողը կտար, Սաշիկը կտար, այսպես ասենք, Նիկոլի հեղափոխություն չէր լինի, եթե փողով էր։ Բա ո՞նց չեղավ։ Թքեցին, չէ՞, փողի վրա էր, փող ունեցողի վրա էր։ Հիմա պետք է նորից վերադառնան թքվածները։ Չի լինելու դա, բայց իհարկե խնդրեմ լինելու է։ Եթե դրա համար անվտանգության ուժերը պետական բյուջեից ինչի է պահվում, հետախուզություն, հակահետախուզություն, ոստիկանություն եւ այլն իրավական իրենց գործը լավագույնս պետք է անեն, պետք է ձերբակալեն։ Այն մեկին ձերբակալում են, ասում են հղի էր։ Այն մեկին ձերբակալում են հանցանքի վրա, ասում է դե տարիքը եւ այլն։ Այսինքն իրավունքի մասին լսում եք չի խոսում։ Հիմա իրավունքը պետք է ներեն 4 գործողության մեջ ու վերջ։ Մենք կլինենք Ամերիկայից։ Եվ ինչու են, պարոն Շիրինյան, պարբերաբար փորձ արվում այսպես նսեմացնել կամ ապալեգիտիմացնել ընտրությունները, պարբերաբար խոսում են այն մասին, որ այս իշխանությունները գնալու է կեղծելու ճանապարհով։ Այդ մասին նաև Սերժ Սարգսյանների դեպ հայտարարություն։ Սերժ Սարգսյանը ստախոսի մեկն է, Սերժի ճիշտ բան լսած կա, այդ թխողը չի։ Հիմա իր համար խոսում է, որտեղ այդպես պետք է խոսի։ Սրանց պիտի ես իշխանության գիտեք մեծագույն սխալը որն է։ Սրանց չունեզրկեց։ Այն որ իր ինչ-որ Նապոլեոնի գրասեղանն է դրել։ Դե գիրք ես կարդում որ գրասեղան է դրել։ Այսինքն աբսուրդներ են, այդ տարածները, բաները որտեղից։ Պետք է ունեզրկել ու վերջացնել։ Տեսնենք ոնց թփրտոցները կվերջանար։ Հիմա երկրորդ մասը կա։ Ինչու, որովհետև Հայաստանի ճանապարհը դեպի կայունություն, ապագա զարգացում ինստիտուցիոնալ ժողովրդավարության մեջ է, որտեղ ընտրությունները հիմնական ինստիտուտներից մեկն են, ճիշտ է։ Ուրեմն վարկաբեկիր սա, որպեսզի առիթ ունենաս վաղ ապստամբես, ասես եւ այլն։ Բայց դա ինչ ասեմ, սրանք չեն հասկանում, որ իրենք ինչ գիտեին, օրինակ մեղքս տալիս է, որ խոսում են, եղբայր, ինչ գիտեք արել եք, չէ,
Հիմի ոնց որ Արցախից մեր հայրենագիցներ եկել են, այն ձևի ջիգարով են վերլուծություն անում։ Այդ կան լավ վերլուծություն անող եք, պետությունը փրկեիք, ձեզ փրկեիք։ Ավելի լավ է մի քիչ ինչ էր ասում Թումանյանն է ասում իլիկ պատտե գնա տունը նստի հարցը փակի էլի։ Հիմա չեն կարողանում։ Խաչը բայց ով է լսող, հա։ Պարոն Շինյան, Եվրամիությունը հաստատել է նոր քաղաքացիական առաքելություն Հայաստան գործուղելու որոշումը, նախ հասկանանք, թե երկրորդ խումբը ինչ կարող է փոխել մեր իրականությունում, հատկապես ընտրությունների նախաշեմին, հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ եւ կարեւոր է նաեւ թե արդյոք սա Կրեմլին կարող է գրգռել, ավելի ջղայնացնել։ Ես ուրեմն հերնանիծած Կրեմլի, եթե մենք անընդհատ Կրեմլը բան գրգռվածության մասին ենք խոսելու, մենք երբեք չենք ազատագրվելու։ Մենք պետք է նստենք, Կրեմլի մտածենք, Կրեմլի գործողությունները մեզ գրգռում են, թե չէ։ Օրինակ մեզ գրգռում են հայ ժողովրդին։ Ինքը դա պետք է մտածի, թե չէ Կրեմլը անընդհատ գրգռված է, մեկ Մոլդավիայից, մեկ Վրաստանից, մեկ բանից, գրգռված գժական ընկել է վիճակի մեջ, Ուկրաինան մեր խրվել է։ Ուրիշ բան կա, այստեղ հարևանցի ասեմ, Ուկրաինա բանը Հունգարիայի վիճակի փոփոխությունը գիտեք ինչ առաջացրել, տասնյակ միլիարդավոր դոլարների նախատեսումներ, որ Հունգարիան փակում էր Ուկրաինայի համար, այդ բոլորի ճամփեն բացվել, իրենք պետք է մտածեն ոնց փրկվեն Ուկրաինայից, ռուսների մասին է խոսքը, այս սրանց էլ պետք է ասում հերիք կապել եք կամ ասեք հայ ենք, կամ ասեք ռուս ենք, բայց ռուս չկա, ինչ է, ռուսացած թաթար-մաթար, որտեղ ռուսը ով է ինչ է, ուզում եմ ասել, այս հարցերը բաներ են, բայց մենք մեր պետությունը պետք է բան անենք եւ մենք պետք է խոսենք, դա մեզ գրգռում է, թե չէ, ոչ թե ռուսներին չգրգռենք, գրգռեք, փաստորեք ռևանշիստների վրա։ Ես վստահ եմ, սրանց մի քանիսին պատժելու են, որովհետեւ հույս են դրել, որ հեղաշրջում կանեն չի լինելու։ Հիմա երևի կոպիրկին է դրանց ցուցակել ում պետք է պատժեն իրենց մարդկանց։ Որ նրանք հայերը դարտը չեն։ Երկրը լինի խան։ Եվ պարոն Շինյան, խոսենք նաև թե արդյոք իսկ եվրոպական առաքելությունները առայժմ որ լավ է, ամեն ինչ լավ է, նորմալ է։ Խոսենք նաև նրա մասին, որ քաղաքասարակության ներկայացուցիչները Ադրբեջանում էին, ընդհանուր առմամբ գիտեք նրանք որքանով են թիրախավորվում նաև թե Հայաստանում, թե նաև ինչու ոչ Ռուսաստանում եւ Զախարովյանը օրինակ վերջերս խոսում էր, որ Հայաստանը եւ Երևանը եւ Բաքուն որոշել են ուղիղ խոսել, բայց իրենք կրկին առաջարկում են հարթակներ, կարող են ստեղծել բոլոր հարմար եւ հնարավոր պայմանները։ Արդյոք կարեւոր է Բաքվի հետ ուղիղ երկխոսելը եւ նման հանդիպումները փոխայցելությունները ինչ են տալիս։ Իհարկե, մենք եթե իհարկե Բաքուն շահեկան վիճակում է, որովհետև ստացավ այն, որ երազածել չէր կարող լինել։ Արցախ, Նախիջևան բան է, չէ, պրոտեկտորատ է ստացավ եւ մենք թուլացանք եւ այլն մենք պետք է վերականգնվենք եւ ռուսական տիրույթում վերականգնվել բացառված է նաեւ Ադրբեջանի զարգացում ռուսական տիրույթում հնարավոր չէ։ Հիմա մանավանդ այդ մեկն էլ ինքը անդունդի մեջ է, եղբայր, դա ես ինձ զայրացնում է, նույնիսկ չեմ կարողանում հասկանալ, ռուսների վիճակ ուրիշ է։ Այդ Զախարովան էլ մեր գյուղում մեկը Զախար էին ասում, շատախոս ասում են, այն բանի նման Զախարի նման դուրս է տալիս։ Իրա գործերը թողած ուրիշի գործով է զբաղվում, քրդական անեկդոտի պես։ Հասկանում եք ոնց է։ Հիմա ուրիշ բան կա։ Իրենք ինչու են ուզում անպայման միջնորդ լինել։ Մենք իրենցից ոչ մեզ հարթակ է պետք, ոչ էլ իրենք են մեզ պետք։ Ոչ իրենց լեզուն է պետք, ոչ էլ իրենց գրականությունը։ Հայաստանը պետք է ռուսականությունից ազատվի հեռանկարի մեջ մեր տեսակետն է։ Հիմա հարթակ, ինչ հարթակ չենք ուզում։ Մենք իրար հետ կարող ենք խոսել։ Բարձվեց, որ ուրեմն հնարավոր է խոսել եւ մանավանդ որ նաեւ մեր բարեկամներ ուզում են որ մենք խոսենք մնացածը քաղաքասարակությունն էսպես է եթե տեսեք խաղաղությունը որ կա խաղաղություն ուրիշ բան է նշանակում դա նշանակում է հարևանների հետ հարաբերություններ կանոնավորել տեսեք հատուկ բառը կանոն չեմ ասում լավ վատ եղբայր քուր թշնամի կանոնավոր հարաբերություններ դա նշանակում է պետական շահերի փոխհամատեղումներ, որտեղ հնարավոր է անվտանգության հարցերում իրար կողք եւ այլն։ Եվ այդ ուրեմն ռուսների հետ լինելով դա հնարավոր չի, բացառված է։
Դրա համար էլ իրենք ուզում են մեջ մտնեն, որ դա չթողեն։ Այս խեղճերին էլ տեսեք իշխանափոխերին, չէ՞։ Քանիսը զոհվեցին, հիշում եք, Նեսոյի Ղարաբաղնիսը, որ ասում է, այդ Ղարաբաղնիսում քանիսը խաշվեցին, էլ Վազգեն, էլ Գալստանյան, էլ Կաթողիկոս, Սերտով, ես էլ հերթականներ խաշվում էլ, ես որ եկել է։ Եվ ուզում եմ ասել, որ այդ գործընթացը իրենք տանում են, որպես Հայաստանում ազդեցություն ունենան, թե ինչ են ուզում, բարձր իմպերիալիստական է նպատակը, բայց թե կորած բան է, էլի։ Մենք հարցեր լուծում ենք, ինձ թվում է։ Եվ վարչապետը ճիշտ է անում, որ գովում է։ Քանի որ հոգևորական սեգմենտին նաև անդրադարձակ, որոշ հոգևորականներ նաև նախընտրական տրամաբանության մեջ քաղաքական հայտարարություններ են անում, մասնավորապես այսպես հասարակության այն հատվածին, ովքեր պատրաստվում են ընտրել քաղաքացիական պայմանագրին, այսպես անեծքների եւ նզովների մի ամբողջ շարան են ուղղում։ Կարող է քժկային են ընտրում։ Ուրեմն ձայները պետք է տրվեն քաղաքացիականին, քրիստոնյա ժողովրդավարներին եւ այլն, ինչու՞ եք։ Բայց հիմա հոգևորականները ասում են ազգի անեծքը կթափվի ձեր գլխին։ Որովհետեւ գիտեն, որ հիմնական ուժը քժ բանն է, քաղաքացիականն է, այդ անում են, բայց դե հիմա այսպես ասեմ, դրանց ինչ հեղինակություն ունեն։ Մի հատ ասեք, ինչ հեղինակ, ասենք ասում են, Սերժը ասել է, Սերժին ով է լսում։ Հա, Քոչարյանն ասել, տեսեք լռել ես վերջերս, տեսա, որ վարիանտ չկա, վարիանտի արարիս, վրացիք ասել, չկա, և այսպես դրա համար լռել է հիմա նայում է Սամվելն ինչ անում, Սամվելն էլ էսը կլռի, և մենք կհաղթենք, և վարչապետը նորմալ ասենք, էլի ասել։ Վարչապետը երեկ նաև հայտարարեց, պարոն Շիրինյան, որ պատերազմի եռագլուխ այս քաղաքական ուժերին ժողովուրդը ոչ մի այսպես հիմք չունի ձայներ տալու եւ այս ընտրությունները նաև նրա մասին են, որ խաղաղությունը պիտի ավելի ինստիտուցիոնալ դառնա, այսպես ասած սովորական երևույթ պիտի դառնա խաղաղությունը, ոչ թե այսպես շահարկվող ընտրություններից ընտրություն այսպես անցում է մի քիչ են։ Հիմա հասկանանք այս ընտրություններին պարբերաբար մենք դրա մասին խոսում ենք, թե ընտրությունները ինչի մասին են, ինչու են այսքան կարևոր այս ընտրությունները, հիմա նորից եւս մեկ անգամ փորձենք հայտնի հարցի պատասխանը տալ, թե ինչու են այսքան կարևոր այս ընտրությունները, ինչու է միջազգային ուշադրությունը այսքան մեծ, մենք տեսնում ենք Կրեմլի ջղաձգությունը, որի մասին մենք խոսեցինք, մենք տեսնում ենք Եվրամիության աջակցությունը, ոչ թե միջամտությունը, այնուամենայնիվ, թեև դա մեկնաբանվում է որպես միջամտություն։ Սրանց վերցնեին տանային, բայց աջակցում։ Այնուամենայնիվ, ինչու է այսքան մեծ կարևորություն ունի այս ընտրությունները։ Որովհետև ինչից Հայաստանի իշխանությունը միշտ խուսափել է խոսել, բայց ես իշխանությունը չեմ, որովհետև Հայաստանը աշխարհակական անցում է կատարում դեպի քաղաքակրթական իր ծննդավայր, որը արևմուտքն է։ Ռուսական հետ ինչ կապ ունենք մենք։ Այդ հիմա է կապ ինչ-որ առաջացել, էլի։ Մենք ռուսների հետ մշակութային ինչ կապ ունենք, հազարավոր տարիներ մեր կապերը արևմուտքի հետ, չէ՞, մենք արևմտյան մշակույթի ժողովուրդ ենք։ Արևմտյան մշակույթ ստեղծած ժողովուրդ ենք, քաղաքակրթություն։ Դավիթ անհախտը հունական փիլիսոփայության հետ է, թե չէ։ Այսինքն էս է, ուզում եմ ասել Մխիթար Գոշը, որ վերցնում ենք արևմտյան, որ ասում են իրավունք է, թե չէ, կամ արևմտյան իրավունքը Մխիթար Գոշը, թե չէ, մենք իրենց հետ ընդհանրապես կապ չունենք, իրենք կապ ունեն մողոլ թաթարների և ադրբեջանական թաթարների հետ շերտերը։ Հիմա ինչու է կարևոր, որովհետև մենք ազդեցության գոտին փոխվում է, Ռուսաստանի ազդեցության գոտին անում է իրենց հետ միասին, բայց դժվար է գնում, չուզում գնալ, մեծ դիմադրություն է անում։ Հիմա դա դեմոկրատական ընթացակարգով է հնարավոր, որպեսզի մենք աջակիցներ ունենք, սովորենք եւ դաշնակիցներ ունենանք, որ ունենք հիմա։ Եվ այսպես ուրեմն նորմալ է այդ վեճակը, որ այդպես պետք է լինի, բայց դա չի կարևորը։ Այ ինչ է կարևորը, որ ասում եք, հետո նորից խաղաղությունից չխոսեն, հիմա խոսեն, հետո խոսեն եւ այն, չէ՞։ Պետությունը պիտի մեր արմատական ռեֆորմի ենթարկվի, ինստիտուցիոնալ իմաստով, արժեքաբանական իմաստով, նպատակադրման իմաստով, մենք պետք է ունենանք 4-րդ հանրապետություն Հայաստանի ոչ ձևի համար, իր տնտեսությամբ, իր սոցիալական կյանքի կազմակերպումով եւ այդպես ասենք, եվրոպական ստանդարտներով ժողովրդի կյանքի մասին, նաեւ մի բան պետք է ունենանք, մենք արարչագործության հայրենիք պետությունն ենք, ուզեք չուզեք,
Չուզողի համարել է, ուզողի համարել է։ Դրա համար մենք առաջագործության այդ փիլիսոփայությունը յուրացնենք։ Ստեղը չէ աշխարհն արարվել, այստեղ չի։ Բան չեմ ասում ես։ Եվ բոլորն են ընդունում։ Ես որ մենք գնում ենք դրան, քրժկն դրան է կոչանում։ Շնորհակալ եմ, պարոն Շիրինյան։ Ցանցրեմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, կհանդիպենք։